Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարան հաղորդումը բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ մազահեռացման մեթոդների մասնագետ էլեկտրոլոգ տրեյներ Նարինե Ավետիսյանին։ Բարի գալուստ եւս մեկ անգամ մեր տաղավար, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ Տաթև ջան, շնորհակալություն հրավերի համար։ Մեր հանդիպումները կարծես դարձել են ավանդական եւ դրա առիթով ես շատ ուրախ եմ։ Մեր նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսեցինք ձեր մասնագիտական այն ուղղությունից, որ դուք պահանջված մասնագետ եք, սիրված մասնագետ եք եւ լավ մասնագետ եք, ու վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ սպասարկվել են ձեզ մոտ, ինձ թույլ չեն տա սուտ ասեմ, բայց այս հաղորդման ընթացքում ուզում ենք ձեզ ներկայացնել որպես ուսուցանող, որպես ուսուցիչ, հա։ Խնդրում ներկայացնեք, թե ովքեր կարող են լինել ձեր ուսումնական ծրագրի աշակերտները, ովքեր կարող են դիմել ձեզ։ Կարող են դառնալ աշակերտ այն մարդիկ, ովքեր համապատասխանում են կրթական եւ առողջապահական պահանջներին, ովքեր պատասխանատու են եւ արդարամիտ։ Եվ ովքեր ուզում են լինել մասնագետ, որովհետեւ ամեն բան սկսվում է ցանկությունից։ Միանշանակ։ Իսկ արդյոք պարտադիր է նաեւ բժշկական կրթությունը։ Ոչ պարտադիր չի, քանի որ վերջին ժամանակներում առողջապահության նախարարության կողմից ասեղային էպիլյացիան հաստատվել է ոչ բժշկական միջամտություն։ Մի փոքր արդեն շակերտները փակագծերը բաց խոսենք, հա։ Որքան է տևում ամբողջ կուրսը, ինչ պարբերականությամբ են լինում հանդիպումները, որովհետև ես վստահ եմ, որ այսօր, քանի որ բոլորն ունեն ժամանակի խնդիր, ինչ որ նոր բան սովորելուց առաջ մտածում ենք, որքանով կարող ենք մեր գրաֆիկին համաձայնեցնել եւ հարմարեցնել, հա, այդ նոր ուսուցանվող ծրագիրը։ Ուրեմն իմ ծրագիրը հեղինակային է, այն 9 հանդիպում է, 2.5 ժամ տևողությամբ ու քանի որ հիմնականում լինում են անհատական պարապմունքներ, մենք համաձայնեցնում ենք աշակերտի հետ, իր գրաֆիկի հետ համաձայնեցնում ենք հանդիպումները։ Իսկ պարբերականությունը կարևոր է։ Իհարկե։ Շաբաթվա մեջ գոնե 1-2 անգամ պետք է հանդիպենք։ Շատ լավ։ Սիրելիներս հիշեցնեմ, որ զրուցակցիս հետ կապ հաստատելու համար գործում է 099 84 33 88 հեռախոսահամարը։ Երբեմն որոշ, այսպես ասած, ուսումնական ծրագրեր ավարտելուց հետո աշակերտը կանգնում է փաստի առաջ, որովհետև նաև խնդրի առաջանում վերապատրաստումների, նոր սերտիֆիկատների եւ այլնի, հա։ Արդյոք ձեզ մոտ ուսուցանվելուց հետո աշակերտը լինում է ամբողջությամբ պատրաստ սկսելու իր աշխատանքը։ Աշակերտը իմ դասընթացից հետո միանշանակ պատրաստ է լինում արդեն աշխատանքի, քանի որ ծրագիրը այնպիսին է, որ այն հագեցած է պրակտիկայով հիմնականում եւ բացի դրանից ավարտելուց հետո մենք ունենում ենք 3 ամիս հետադարձ կապ, այսինքն այդ ընթացքում աշակերտը հնարավորություն ունի իր մոդելներին, հաճախորդներին բերելու իմ աշխատասենյակ եւ իմ հսկողությամբ աշխատելու։ Բայց ամեն դեպքում ծրագիրը այնպիսին է, որ աշակերտները հիմնականում ավարտից հետո բավականին ոգևորված են լինում, քանի որ իրանք արդեն զինված են գիտելիքներով եւ տեսական եւ պրակտիկ ու նաեւ հոգեպես են լավ տրամադրված լինում, որպեսզի աշխատեն։ Բոլոր նրանք, ովքեր բախվել են այս հարցին, որ պետք է նոր մասնագիտություն սովորեն, առաջինը կարծում եմ նաեւ երկընտրանքի առիթ է դառնում, թե խմբային կուրս վերցնել, թե անհատական։ Այո, անհատականը ապացուցված է, միանշանակ է, որ շատ ավելի լավ է, շատ ավելի արդյունավետ է, բայց ոչ բոլորը կարողանում են իրենց թույլ տալ անհատական պարապմունքներ վերցնել եւ գնում են դեպի խմբայինը ու ունենում նաեւ վախեր, որ կարող է խմբայինի ժամանակ հատուկ վերաբերմունք չլինի, անհատական մոտեցում չլինի, գիտելիքներն էլ ավելի քիչ լինեն։ Որքանով են արդարացված այս վախերը։ Ուրեմն մայիսի 20-ից նույնպես կունենամ խմբային դասընթաց։ Ուրեմն ինչքան էլ որ շատ աշակերտներ ենք գրանցում դասընթացի ժամանակ, բայց մենք բաշխում ենք իրանց փոքր խմբերի, այսինքն յուրաքանչյուր ենթախմբում ունենում ենք 2-ից 3 աշակերտ։ Խմբիկներ, այո, եւ իրանք բոլորը այնքան հետաքրքիր է ստացվում այդ խմբային դասընթացը, նույնիսկ մրցակցություն է լինում իրանց մեջ, նույնիսկ այդպիսի շահագրգռող առաջադրանքներ եմ տալիս, որպեսզի իրանք ավելի ոգևորված աշխատեն, ավելի մաքուր աշխատեն, եւ կարող եմ վստահ ասել, որ խմբային դասընթացը բավականին ուրախ է անցնում ու եւ արդյունավետ։ Շատ կարևոր է նաև արդյունավետությունը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ 099 84 33 88 հեռախոսահամարի մասին եւ շարունակելով մի ցավոտ հարց եմ ուզում բարձրաձայնել։ Այսօր համացանցը տալիս է հնարավորություն բոլորին, անկախ նրանից ունեն այդ իրավունքը թե ոչ, ներկայանալ։
եւ շատերս էլ ինձնից սկսված, դառնում ենք մարքեթինգի զոհ, ցավոք սրտի։ Եվ այստեղ յուրաքանչյուրն ով ուզում է նոր մասնագիտություն սովորել, այն էլ այս ոլորտ մտնել, իսկապես ունենում է լուրջ մարտահրավեր, թե ինչպես ընտրի ճիշտ մասնագետ, լավ ուսուցիչ։ Խնդրում եմ նշեք այն կարևոր չափանիշները, որոնցով պիտի յուրաքանչյուրն առաջնորդվի, որպեսզի ընտրի այն մասնագետին, ով իսկապես կսովորեցնի։ Ուրեմն պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել կրթությանը եւ աշխատանքային փորձին, ինչպես նաեւ շատ կարեւոր է այն ծրագիրը, որով պատրաստվում է ուսուցիչը դասավանդել աշակերտին։ Ծրագիրը շատ կարևոր է, թե ինչ կետեր է ներառվում ծրագրի մեջ։ Այսինքն նախապես քննարկվում է, հանդիպում է լինում, ներկայացվում է ինչ են սովորելու, ինչ ակնկալիքներ ունենան, ըստ այդմ էլ արդեն եթե հոգեհարազատ է մասնագետը, ուրեմն գնում ենք այս ճանապարհով։ Միանշանակ պետք է ծանոթանալ ծրագրին, ամենաառաջին կարևոր բանն է, որ պետք է պարտադիր ծրագիրը ծանոթացնել։ Ձեր պրակտիկան հաշվի առնելով, վստահ եմ, որ մեկը չեն, երկուսը չեն, այդ աշակերտները 10 ու 20-ն էլ չեն, շատ ավելին են։ Եղել են դեպքեր, երբ ուսուցման այս ընթացքում դադարեցնեք աշխատանքը հաշվի առնելով, որ տեսնեք, որ այդ մարդը իսկապես չի կարող լինել մասնագետ։ Միանշանակ այդ սկզբունքը ես արդեն իսկ որդեգրել եմ, բայց քանի որ հիմնականում դիմում են բավականին հասուն մարդիկ, արդեն իրանք պատկերացնում են այդ ոլորտում, բարեբախտաբար չի եղել այդպիսի դեպք։ Բայց այս պարապմունքների, հանդիպումների, զրույցների ժամանակ կարելի է նկատել մարդը կարող է թե չի կարող։ Էներգիայի մեկի մոտ ավելի շատ էներգիա, մյուսի մոտ ավելի քիչ, դա նկատվում է, դրա վրա մենք աշխատում ենք, ոգևորությունը մտցնում ենք, նախ պետք է իրանք ոգևորված լինեն աշխատանքով, այդ ամեն ինչով նոր արդեն սկսեն։ Երբ որ ոգևորությունը այդ աչքերի մեջ այդ փայլը նկատում ենք, արդեն սկսում ենք աշխատել։ Միանշանակ իրանք պետք է պատկերացնեն, թե ինչ խնդիրների հետ կարող են բախվել եւ չվախենան խնդիրներից, պատրաստ լինեն դրանք հաղթահարելու։ Ձեր ամենակրտսեր աշակերտի տարիքն եմ ուզում նշեք եւ ամենաավագինը։ Իմ ամենակրտսերը իմ Սերինեն է, 18 տարեկան, ինքը այս տարի ավարտում է կոսմետոլոգիան եւ զուգահեռ որոշեց սովորել ավելի խորացնել իր գիտելիքները ասեղային էպիլյացիայի մեջ։ Այդքան փոքր եւ այդքան նպատակասլաց երեխա, ուղղակի հիմա շատ քիչ կարող ենք հանդիպել։ Ամենամեծս 45 տարեկան Անժելան։ Էլի բավականին sense որ կյանքը դեռ արժևում է, այսպես հասուն որոշում։ Հա, շատ լավ, բոլորը sense մի տեսակ լավ էներգիայով լեցուն գալիս են սովորելու, sense իրար փոխանցում ենք մեր էներգիաները ու շատ լավ է ստացվում։ Ես ինչի այս հարցը բարձրաձայնեցի, որովհետև շատ հաճախ մեզ թվում է, որ եթե արդեն 30-ի շեմին ենք, նոր բան սովորելու ժամանակն արդեն անցել է։ Այսինքն ես ուզում եմ ցույց տանք, որ բոլոր ժամանակներում մենք կարող ենք նորը սովորել եւ կյանքի տարբեր ժամանակահատվածներում մենք կարող ենք ունենալ տարբեր մարտահրավերներ եւ եթե մենք ունենք օրինակ 2 բարձրագույն կրթություն, դա դեռ չի նշանակում, որ սրանով պետք է սահմանափակվենք եւ նորը այս ժամանակահատվածի համար պահանջվածը չընկալենք եւ չսովորենք։ Եվ դա կարող է լինել օրինակ 55-ում, դա կարող է լինել 45-ում, դա կարող է լինել 35-ում։ Միանշանակ, բնականաբար դա ողջունելի է, որովհետեւ երբ 45 կամ 50 տարեկան կինը որոշում է ինչ որ նոր մասնագիտություն սովորել, այսինքն ինքը այնքան էներգիա ունի, որ պատրաստ է դա անելու։ Եվ կարծում եմ այս ժամանակահատվածում այս տարիքային խմբի կանայք առավել լավ մասնագետներ են դառնում, ինչու, որովհետև ունեն հստակ որոշում, գիտեն ինչ են ուզում եւ ինչի են ձգտում։ Այո, եթե ավելի վաղ տարիքում ինչ որ մասնագիտություն ենք սովորում եւ կյանքի ընթացքում հասկանում ենք, որ սա այդքան պահանջված չէ, կամ իմը չէր, հա, կամ իմը չէր, այդ տարիքում արդեն այդ բոլոր խորցուբորցությունները անցած են լինում եւ գալիս են վերջնական որոշմամբ։ Բացի դրանից հիմա շատ աշակերտներ ունեն, որ սովորում են դրսում աշխատելու համար։ Դրսում բավականին թանկ է աշխատանքը, ծառայությունը որպես այդպիսին, նաեւ պահանջված։
Ինչու ընտրել այս ոլորտը, որքանով է արդարացված ընտրությունը այս մասնագիտությունը եւ արդյոք տեղին են այն մտավախությունները, որ կարող է սովորեմ, ինչպես շատ հաճախ լինում է, չէ, այս կամ այն մասնագիտական ուղղություններ ընտրելիս եւ չկարողանամ ռեալիզացվել, չկարողանամ աշխատել եւ արդյոք այն ներդրումը, որը որ պիտի անեմ, հա, ֆինանսական առումով սովորելու մեջ դա արդարացված է։ Ուրեմն ես միշտ աշակերտներիս ասում եմ կեսկատակ, քանի դեռ կան լազերային մասնագետները, որոնք որ աշխատում են ոչ ճիշտ զոնաների վրա, մենք դեռ այս աշխատանքի պահանջարկ կունենանք։ Դա կեսկատակ, կեսլուրջ։ Ամեն կատակի մեջ լուրջ կա։ Այո, բայց շուկան բավականին զարգանում է, տարեկան մոտավոր 6% շուկան զարգանում է ասեղային էպիլեպսիայի, բավականին այնտեղ ֆինանսական մասն է բավականին լուրջ է շուկայում, իսկ որպես այդպիսին մասնագիտություն, եթե մարդ կինը իրան պատկերացնում է այդ մասնագիտության մեջ, կարող եմ վստահ խորհուրդ տալ, որովհետև ինքը բավականին քիչ ծախսատար է սկսելու համար եւ եկամտաբեր։ Իսկ այն սարքավորումները, նյութերը, որոնք որ պետք են աշխատելու համար, որքանով են հասանելի, այսինքն միայն սովորելը չի։ Դե ես հենց դա նկատի ունեմ քիչ ծախսատար առումով, մի անգամ ծախսում ենք սովորելու համար, եթե իհարկե ուսուցիչը ճիշտ ընտրված է լինում եւ տալիս է այն գիտելիքները, որոնք որ աշխատանքի ընթացքում պետք են գալիս, եւ այնքան քիչ բան է պահանջում մի անգամ սկսելու համար, քիչ ծախսեր ու արդեն աշխատանքի ընթացքում այդ փոքրիկ ծախսերը չի երևում։ Ինքը բավականին պահանջված աշխատանք է եւ բավականին արժեքավոր է մեր ծառայությունը։ Նաեւ ուզում եմ խոսենք, թե իհարկե հաղորդման սկզբում նշեցինք, թե ում համար է, հա, ով կարող է լինել ձեր ուսումնական ծրագրի աշակերտը, բայց ուզում եմ այստեղ հստակեցնենք, մենք խոսում ենք միայն բազային կուրս անցնելու մասին, թե նրանք ովքեր արդեն ունեն մասնագիտություն, արդեն ունեն նաեւ աշխատանքային փորձ, բայց ինչ-ինչ հարցերում թերանում են եւ վերապատրաստման նոր գիտելիքների վերազինման համար ուզում են նորից շարունակել, հա, կրթությունը։ Այդպես շատ է լինում, շատ վերապատրաստողներ են լինում, ինձ մոտ ունեմ նաև վերապատրաստման ծրագիր, այո, մարդիկ այնքան լուրջ են տրամադրված աշխատանքին, ովքեր որ մի որոշ ժամանակ առաջ աշխատել են եւ դադար են տվել, իսկ այժմ շատ բաներ է փոխվել ժամանակակից էլեկտրոէպիլեպսիայի մեջ, իրանք շատ մեծ սիրով գալիս են վերապատրաստվելու, քանի որ պատասխանատու մարդիկ են, խոսքը գնում է մարդու մաշկի առողջության մասին, գեղեցկության մասին եւ շատ լուրջ են մոտենում այդ ամեն ինչին։ Իրանք սիրով գալիս վերապատրաստում են եւ արդեն նորովի գիտելիքներով զինված արդեն անցնում են աշխատանքի։ Դե արդեն իսկ տրամաբանական է, որ վերապատրաստման եւ բազային կուրսի տևողությունը պետք է որ տարբեր լինի։ Եվ արժեքն է տարբեր, եւ հանդիպումների քանակն է տարբեր, միանշանակ, բացի դրանից նաեւ անհատական է, քանի որ մասնագետ կա, տեսական գիտելիքների մեջ է թերանում, իրան դա է պետք, մասնագետ կա, պրակտիկայի մեջ է թերանում, կախված է նրանից, թե իրանց ինչ է թեմայի հետաքրքրում վերապատրաստման համար։ Այսինքն, թե ես որտեղ եմ, այսպես ասած, կաղում, հենց այս հարցով դիմում եմ, նշում եմ, թե ինչ եմ ուզում ստանալ, որտեղ եմ թերանում, որտեղ եմ ուզում կատարելագործվել, ըստ այդմ որոշվում է նաև ծրագիրը։ Միանշանակ այո, քանի որ հիմա նաև տեխնիկաներն են զարգացել, իրենց ռեժիմներն են զարգացել, եթե առաջ գոյություն ուներ տեխնիկա, որը աշխատում է միայն էլեկտրոլիզ ռեժիմով, հիմա տեխնիկան լավ զարգացել է, կան ավելի լավ ռեժիմներ, բնականաբար այդ ռեժիմների հետ պետք է վերապատրաստվել տեխնիկայի հետ, ծանոթանալ, այո, միանշանակ եւ շատ մեծ հաջողությամբ անցնում են վերապատրաստումը։ Ես ուզում եմ նաև ռադիոլսողի ու ռադիոդիտողի համար նշենք, թե որքան ժամանակ է դուք այս դաշտում եք, որպեսզի նաև այդ վստահության մակարդակը ստեղծենք, քանի որ ցավոք նաև տեսնում ենք դեպքեր, երբ մասնագետը մի քանի ամիս է ինչ ոլորտում է, բայց արդեն ուսուցման ծրագրեր է գովազդում։ Տաթև ջան, որքան ժամանակ է ես ոլորտում եմ, դա այսպես ասեմ, ես միշտ ինքան ազնիվ եմ գտնում իմ հաճախորդների եւ աշակերտների հանդեպ։ Ես ասում եմ, ասեղային էպիլեպսիա սովորել եմ 2006 թվականին, բայց ես չեմ աշխատել այդքան մեծ հագեցած գրաֆիկով, որքան որ հիմա եմ աշխատում։ Ես արդեն աշխատում եմ 6 տարի ոլորտում վերապատրաստվելուց հետո
ու ես երբեք ինչ չեմ հռչակում 19 տարվա կամ 20 տարվա մասնագետ, ես ինձ հռչակում եմ որպես 6 տարվա մասնագետ, որովհետև ես այդ 6 տարիներին եմ հագեցած գրաֆիկով աշխատել եւ բախվել տարբեր խոչընդոտների, տարբեր բարդությունների, ուստի ես ինձ համարում եմ 6 տարվա մասնագետ։ Ով իրավունք ունի ուսուցանելու, որովհետև ես կարծում եմ մի բան է, երբ դու սպասարկում ես, անում ես աշխատանքը, մի բան է, որ այդ քո գիտելիքները նաև հրամցնում եւ ներկայացնում ես, որովհետև սրա համար են պետք հմտություններ, որպեսզի կարողանաս սովորեցնել, մեթոդներ են պետք սրա համար։ Այո, մենք ունենք ոլորտում շատ լավ մասնագետներ, ովքեր հրաշալի աշխատում են, բայց չունեն այն ունակությունը, որ կարող են դասավանդել։ Դա էլ տեխնիկա է, դա էլ հմտություն է։ Այսպես ասեմ, չեմ կարող ասել իրանք թերի մասնագետ, իրանք վատ մասնագետ են, չէ, դասավանդել կարող է այն մասնագետը, ով ունի համապատասխան կրթություն, դասավանդելու ունակություն, այսինքն գիտելիքները մատչելի փոխանցելու ունակություն։ Հնարավոր է իրանք հրաշալի աշխատում են, անթերի աշխատում են, չեմ էլ կասկածում, ունենք այդպիսիք, բայց չեն կարողանում իրենց գիտելիքները փոխանցել աշակերտին։ Բացի դրանից, այսօր ես իմ ծրագրի մեջ ներառել եմ ոչ միայն ասեղային էպիլեպսիայի այսպես նեղ թեման, իմ ծրագրում ներառված է նաև մարքեթինգային թեման, որը շատ կարևոր է, ունեմ համապատասխան կրթություն, անընդհատ նորից սովորում եմ, ներկա պահին էլի դասընթացների մեջ եմ, սովորում եմ, որ լավ սովորեցնեմ։ Այո, միշտ ես աշխատում եմ իմ վրա, որպեսզի կարողանամ ճիշտը փոխանցել աշակերտին։ Շատ լավ։ Նաև ուզում եմ բոլոր մարդիկ, ովքեր այս պահին մեզ լսում են կամ դիտում են, իրենց համար ձեր խոսքը հորդորը, որ դեռ չեն կողմնորոշվում գնալ, թե չգնալ, ընտրել մասնագիտությունը, թե չընտրել։ Մեր սիրելի կանանց եւ աղջիկներին հորդորում եմ, եթե դուք ձեզ պատկերացնում եք ասեղային էպիլեպսիայի ոլորտում, մազահեռացման ոլորտում, դուք վստահ կարող եք ընտրել այս մասնագիտությունը, քանի որ սա շատ պահանջված, շատ հարմար մասնագիտություն է կնոջ համար։ Այո, կնոջ համար շատ կարևոր մասնագիտություն է, շատ հարմար մասնագիտություն է։ Շատ հարմար մասնագիտություն է։ Երբ որ ես կարողանում եմ հարմարացնել, ուրեմն բոլորը կարող են։ Միանշանակ, շնորհակալ եմ շատ, ձեզ այդ զրույցները միշտ շատ դինամիկ են լինում, շատ արագ են լինում ու ամենակարևորը նաև լինում է շատ ինֆորմատիվ։ Այնպես որ այս հաղորդումը եւս կարող ենք ստացված համարել ու ասել ձեր շնորհակալություն ներկայության համար։ Ես եմ շնորհակալ Տաթև ջան։ Իսկ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ զրուցակիցս մազահեռացման մեթոդների մասնագետ, էլեկտրոլոգ տրեյներ Նարինե Ավետիսյանն էր։ Հիշեցնեմ, որ վերջինիս հետ կապ հաստատելու համար գործում է 099 84 33 88 հեռախոսահամարը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ցտեսություն։